Աղբի հոտնել են կողմից է փչում։ Ինչ ասեմ։ Խնդրեի, որ մեր Տարոն Մարգարյանին գոնե ջուրը քաշեր օգներ։ Ասում են եկեք քաշեք, բայց $3000 ունենամ, տուն կսարքեմ, երեխեքը կքնեն, $3000 ունեմ, այն կողմերի ջուր բերեմ, պիտի գնամ այն կողմի ջուր բերեմ, նայեք այն կարմիր դոմի։ Ընդեղից ստեղ ես ինչքան տրուբա առնեմ, որ մենակ ես ջուր կա։ Այս գիծը չունեմ, որ դադավորները խափեցի, փողերը կերան, մենք երեխուս հետ մնացի փողոցը։ Ստիպված այս հողը ունեի։ 10 տարի է։ Եկա մի հատ վագոն առա, վերեցի այս փողոցի քարերը հավաքեցի, հողից պատրաստեցի։ Ստիպված այս քարերը փողոցից հավաքել եմ, տուն եմ սարքել, ոչ մեկից էլ լումա չեմ ուզել, ես էլ փլվավ այս տարի։ Դու հելաստեղից ընկա ոտս կոտրվավ։ Այս ոտքս կոտրվեց, այս վերևից ճշումս բարձրացա, 3 հատ երեխա ունի, այդպես մի քիչ հող կա, բան ենք անում, ցանում եմ, ձեր հիմա չեմ կարող աշխատել, հիմա նոր ցեխ ա եկել ստեղ, ավարտած բարձրագույն ավարտած աղջիկ, ասի գնամ շիշ լվանամ, գոնե հաց տաքսի ա քշում, օրավարձով, 2000-ով 5 հոգի կապրեն, մեկ էլ նպաստով, հնարավոր է, մենակ 10,000, 7,000 լույս ա, ստե ուրիշ բան չկա օգտագործես, դեռ ես էլ չեմ աշխատում, եթե տղաս չօգնի, պետք է հացի փողը չի անում, բայց ոչ մեկի չեմ դիմի ես, ես եմ սաղ շարել, հողից փող չեմ ունեցել ցեմենտ առնել, այսինքն փողը ցեմենտ հավաքել եմ շարել եմ, 2 տարի փողոց չէի ունա, վագոնի մեջ էի ապրում, ձեռքից հետ առավոտից 3 օր, լցնում եմ կուժերը հավաքում եմ, ասենք ամբողջ վանաներ ալը գնանք այնտեղ մի հատ նկարել, ջուրը, գալիս է 3 ժամ չեն տալիս, ջուրը դնում ենք դրսերում լողանում ենք, ձմեռն էլ բան ենք գնում, բաղնիկ, անձրևներից այս անձրևներին բլեց, ես եմ սարքել, կեսը փեդա, կեսը ժեշտով էլ, իսենց հավաքել եմ, ումից գնամ խնդրեմ, աշխատած լավ գումի շուկայում լավ խանութներ եմ ունեցել, լավ գործ եմ աշխատել, հիմա տվել են այլանդակ մարդակեր, բանում է, վճռաբեկում է աշխատում, աչկիներով Խաչատրյան, իսկ այդան էլ սովետականի բանը մեկ մահացավ, ինքն էլ դատավոր, ինքը իրան չի կարում ղեկավարի, տունը ինձնից $6000 փող ուզեց, 6000 ունենա ինչի է, տունս նվիրեցի, դատարկեցի ես էլ տունը աղջիկս, փշրեցի, պարկետից, ոնց են ասում, տաշում պատերն էլ եմ ջարդուխուրթան, $1500 փող էի վերցրել, տոկոսով, մեկից մի աղջիկը Կարինե, ասես այդքան տեղս չաշխատեց, այդքան գրագետ կին, ասես տուն արա իմանով, որ հավատամ, բայց 10 հոգու ներկայությամբ են փողերը տվել իրանից վերցրել, 15 վկայի ներկայությամբ 15 հատ վկա ունեն, էլ լիազոր, թղթերը կա է մոտս, էլ մեր շենքի լիազորները, հարևանները, այն ժամանակ տղաս թորցել էին մնում, ոչ մի բան հաշվի չարան, փողը տվեց մեզ վտարեցին, տենց ղեկավար լինում, ես տվեցի, ինքը հատկaz արեց, որ չի տվել, $1500 տունը տվեցի իրան, հիմա 40-50 հազար այդ տները, ինձ լումա չտվեցին բալես, եկա հայտնվեցի այստեղ, թղթերը լրիվ պահել եմ, ասի մի օր, գեղեցիկ օր, մի օր ոչ թե էդի հետ կվերցնեմ, էդի անդհատ առի ծախել էր, ինձ ասես 4000-ով արի դու փակվի մնա քեզ, բայց ավիրել էի ահավոր, ասի չէ, որ ես արդեն ջարդուխուրդ եմ արել, դուս եմ եկել, ստեղ չեմ վերադառնում, $1700 տվեցի, 1200-ն էլ տոկոսել եմ տվել, մի ամիս պակասել է 37-ն էլ եմ տվել, այդ դրա պատճառով բոլորը գիտեն, ով ճանաչում է սա գիտեմ, որ ինձ բան են արել, Տանյա գնա բողոքի, ասեցի, սա ղեկավարներին այն ժամանակ դադավոր դատախազ կար, աղվանից առաջ էր, նրան $6000 կաշառել էր, ինձ իրանից կվերցնել էր, ինձ կճանաչեր, բողոքներ գրեցի անգամ պատասխանը չեկավ, էլ ինչ ուզեմ, ուզում էի թողեի գնայ ասի չէ, մարս 45 տարեկան կինա լացում էր, ասեց արի ստե հող կտամ, բան կանես, դու սարքես կմնաս, 85 տարեկան կին է, ինչ պետք է անի,
Եթե ես չընկնեի, ես կրթված աղջիկ էլի մի տեղ կգնամ կաշխատեի։ 98 թվի օգոստոսի 3-ին այդտեղ գրած է հիմա որ ուղղակի մեկը եկավ, այդ կին եկավ որ փողը տարավ, տեսա որ տղայի սննդյան վկայականի մեջ բալես բան եմ դրել։ Այդ ժուրնալի ստոլիկներ էլի այդտեղ։ Այդ գրեցինք համաձայնագիր, որ ինքը տվել է ինձ $3500։ Շատ չեմ վերցրել։ Ասի որ ես կարողանամ փակեմ, բարի գնանք եթե տալիս եմ դավերի, արի գնանք տունը արա քո անունով։ Գնացինք նոտար, ասեցին չես վզվզում այդ նոտարին, ասեցի դե հարցեր կա չեմ ուզում դուք իմանաք ինչ ես տխուր, ասեց եթե դու ինձ զգուշացնի, բա թող նոտարը չիմանա, որ դու տունը տալիս ես գրավոր, այսինքն որ ես քեզ փող եմ տալի, հետո տունը վերադարձնեմ։ Ասեցի դե վաճառում ես չի ասեցի մի պայմանագիր եմ կապել բա ասա այդ նոտարը ասեցի վրազում ենք չէ իրան էլ փող տվեցինք $200 տվեցինք այն ժամանակ 50 էր կուրսը 50 էր 100,000 հանեցի տվեցի դա էլ մնաց ինձ վրա էլի 100,000 տվեցինք 5 րոպեում ձևակերպեց բայց ես որ դե կադաստր գնացինք որ պետք է անման փոխում այդ տղային ասեցի ասեց սխալ ես արի ինձ այստեղ ասեր ես թույլ չէի տա Ինչի գրեցիր իր անունով։ Տրվում է Տանյա Իլիգունի Խաչատրյանը, որ նա բնակվում է Դրոյի 26 շենքի 39 բնակարան նշալ հասեյում բնակվում են Ռազմիկ Դավթի Խաչատրյան եւ Թորրենց ես երեխաների հետ ինձ վտարեցին։ Իսկ ոնց մնամ ստեղ։ Անչափահաս 3 տարեկան երեխայի թողեցին փողը։ Գրանցեցի իր անունով, տարաբերի փողը տվեցի 1000 շուկայում։ Լսավաճառների ներկայությամբ եմ այդ փողը տվել։ Ատկաց, թուղթը գրել էի, տեսելա որ դրել են ինք խարդախը դարակում է երեխու ծննդյան վկայականի հետ։ Գողացել էր։ Չկա թուղթը։ Քնիշներին ճարին չարի լացում են։ Ասի բան չեմ ասում, այդ աղջիկն նոր պետք է ամուսնանալ, հղիացել էր։ Ասի աստծուց բան չեմ խնդրում, դու ինձ երեխա ունենաս, որ հատուկ լինի, շան լեզուի նման կախա իր երեխան։ Էս էլ վճռաբետի ափսոսա իմ ազգանունը, որ դա է աշխատել։ Հիմա էլ տվեցի մի օր հերոստատություն նայում եմ, աշխատում է վճռաբեկում, տվել են էլ ուզեցի ոտս կոտրած էր, ելնեի կաստիլով գնայի ընդեղի, ասին բողոք գրի այ մարդ անց է գնացել է բողոք ինչ գրեմ, իմ բողոքով կլսի կամ իմ ձայնով կլսի։